Հայոց լեռնաշխարհից եւ Armnews-ի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy-ն, որովհետև պահանջատեր եւ գիտակից քաղաքացի եք։ Մայրցամաքի թիվ 1 տաղավարից ձեզ ողջունում է Սերգեյ Սարգսյանը եւ Նարեկ Մարգարյանը եւ այո, արդեն մայրցամաքի թիվ 1 տաղավարից։ Այսօր նոյեմբերի 10-ն է Պանամայի անկախության պայքարի օրը։ Շնորհավորում ենք բոլոր Պանամա կրողներին եւ առաջարկում այսօրվա հաղորդման մեջ դիտել։ Պանաման ստեղ գլխարկը չի, երկիրն է։ Այս ասում ինչի՞ համար պետք է անկախանար գլխարկը։ Գրագողության դեպքեր եռյակի ներսում, մեկ ուրիշի կարգախոսն են տանում, մեկ էլ ուրիշի առաջարկը։ Ինչպես կանաչապատել Երևանը մեկ օրում եւ ինչ պետք է անի տղեն ըստ քաղաքապետարանի։ Եղտոտ ջուր թե լոխոտրոն, եթե ձեզ են զանգել առաջարկել ստուգել ծորակի ջրի մաքրությունը, բաց մի թողեք ռևիզորի այսօրվա ցնցող բացահայտումները։ Գողություն օրը ցերեկով ներկայացնում ենք падգամավորներից կորզած նամակագրությունը։ Լրահոսը ոտի վրա։ Իտալիայում քաղաքական անսպասելի զարգացումներ, նախագահը մինչև տարվա վերջ խոստացել է հրաժարական տա։ Մենց որ եռյակի հանրահավաքները սկսում են ազդել, ուղղակի շատ հեռվից են սկսում։ Կատալոնիայում ընտրությունները ցույց տվեցին, որ բնակչության 80%-ը ցանկանում է անկախանալ Իսպանիայից։ Այո, կատալոնացիք շատ վճռական էին, տրամադրված են այսօր դուրս գալ, ինչ-որ անջատողական ցույցեր անել, մեկ էլ դե սիեստան սկսեց, ասեցին լավ, թող մնա վաղը, կամ մյուս օրը։ Միջազգային մամուլը հրապարակել է գաղտնի ֆայլեր Ամերիկայից, ըստ որոնց Չերչիլը, Ուինստոն Չերչիլը համոզում էր ամերիկացիներին ատոմային ռումբ գցել Սովետի վրա, ու բուն այդքան այդ նյութը չի մտահոգիչ, ինչքան այն, որ մարդկանց 90%-ը սկսում է կարդալ հոդվածը, որ իմանա, վերջը Ամերիկան գցեց այդ ռումբը, թե չէ։ Ռուս պատգամավորը հայտարարել է, որ իրանք պատրաստ են սկսել լուսնի բնակեցման գործընթացը։ Դեռ պարզ չի ով է ապրելու լուսնի վրա, բայց Հայաստանում արդեն ուրախ են, որովհետև որ մաքսային գործընկերը պետքա լուսին ծիրան ու պանիր արտահանի, հա։ Այս տարի Նիսանը 50,000 մեքենա է հետկանչել թերությունների պատճառով։ Պատկերացրեք, քաղաքից անհետանում են բոլոր Նիսանները։ Շատ կայֆ է իհարկե, բայց վարորդները կնախընտրեին, որ գոնե մեկ օրով անհետանային բոլոր Toyota-ները։ Ու մի քանի Peugeot էլի։ Դրանք դեռ կան։ Միգապարան հայրենակցական միությունը երեք դարձավ անձեռնմխելի։ Այսուհետ ես էլ եմ լինել իրենց շարքերը։ Շատ հաճելի է իմանալ, որ այսուհետ կա այնպիսի հասարակական կազմակերպություն, որ կարող է ոչ միայն պայքարել երկրի խնդիրների դեմ, այլ մավաշի գիրով տա երկրի խնդիրների բերանը ջարդի։ Հիշում ես, որ եռյակը հայտարարեց, որ շատ շուտով բացելու է համաժողովրդական շարժման գրասենյակներ։ Այո, ոնց չեմ հիշում։ Եվ այդ գրասենյակները հեսա ուր որեա բացվում են, ու գիտես ինչի։ Որովհետև եռյակի խոսքը գործ է։ Չէ, եռյակից մեկի կարգախոսն է, որը մինչև 2020 թիվը օրինական իրենց անունով ձևակերպած է։ Իսկ գրասենյակները բացվում են, որովհետև ժողովուրդը շարժվելու կարիք ունի, չէ՞ ժողովուրդ։ Հա, տղեկ ջան, շարժումը շատ լավ բան է, պետք է շարժվել, որովհետև մի կողմից ոնց որ ցուրտ է, բայց մյուս կողմից էլ ծրս չի գնում կացան միացնեմ։ Ընտիրա, իսկ կոալիցիոն մյուս գործընկերներին չեն կարծում։ Կոալիցիա մի ասա, էլի այդ բառն էլ հանրապետականը մինչև 2020 թիվը օրինական ձևակերպել է։ Եռյակի գործընկերները ոգևորված են, չէ, որովհետև գրասենյակներ են բացվում։ Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու եւ համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար։ Ցենց ասեմ, եթե իրար զանգել, խոսալու տեղը հայտարարություններ տարածելով եք շփվում, պառակտում մտցնել այդքան դժվար չի լինի։ Սերգեյ Սարգսյանը ողջունում է Նարեկի սուրճ խմելը, սակայն ցանկանում է նշել, որ բաժակը սեղանի իմ կեսին դնելը կարող է ճակատագրական սխալ դառնալ։ Սիրուն, եթե բան ունես ասելու, ասա։ Չէ, Նար ջան, տես բան չունեմ ասելու առանձնապես։ Ամեն վայրկյանը, որ Նարեկի բաժակը մնում է սեղանի իմ կեսին, ավելի ու ավելի խորը սեպ է խրում մեր հարաբերությունների մեջ։ Նարեկ Մարգարյանը զղջում է կատարվածի համար։ Կներես, Սիրոկ ջան։
Ես բան չասեցի։ Լավ, վերադառնանք եռյակին։ Մի րոպե մհերն էլ է հայտարարություն տարածել։ Առանձնապես բան չունեմ ասելու, ուղղակի ասացի մի բան էլ ես տարածեմ։ Մհեր լավ էլի, Նարեկը հենց այդ պահին վերադառնում էր եռյակին, վերադարձի։ Վերադառնամ։ Ուրեմն ՀԱԿ-ը ԲՀԿ-ին զգուշացնում է, որ մենակ գրասենյակներով բան չի ստացվի, պետք են ակտիվ գործողություններ։ Բայց եթե ինչ չի դավաճանում հիշողությունը, հենց հանրահավաքի օրը, հենց եռյակից ինչ-որ մեկը հենց այդ ակտիվ գործողությունների կոչ էր անում։ Մի առաջարկ կա ազատամարտիկների կողմից, որ այսօրվանից նստածույց լինի Ազատության հրապարակում։ Ես այդ հարցը չեմ դնում քվեարկության, թողնեմ որ բարոն Զարուգյանը դրա մասին խոսի։ Ես որպես քաղաքացի գոհ եմ, ես գոհ եմ այդ առաջարկին։ Սկսեք լսել էլի այս մարդուն, չեմ ասում միշտ, բայց մեկ-մեկ կարելի է։ Դե կարող է լսում էին ու չլսելու էին տալիս։ Մի մոռացի, որ ամենաարմատական հիմնադիր ընդդիմությունը ՀԱԿ-ն է, իրանք պետքա տենց բաներ առաջարկեն։ Բայց Ռաֆին առաջինը առաջարկեց։ Հա, իսկ ՀԱԿ-ը սպասեց մի քանի շաբաթ անցնի, բոլորը դրա մասին մոռանան ու նույն միտքը հնչեցրեց։ Իսկ Բարգավաճի մարտավարությունը, եթե երկու բառով բնութագրենք, այսպիսինն է։ Ինչու չեք ուզում շտապել եւ արդյոք դա նշանակում է, որ չշտապելով կարող եք հասնել հերթական խորհրդարանական եւ նախագահական։ Շտապելու ենք դանդաղ։ Այդ կարգախոսն էլ Ես ասեմ, էլի, այդ կարգախոսը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մինչև 2020 թվական օրինական ձևակերպել է։ լավ բովանդակային ու փաստերով ինչ են անելու համաժողովրդական շարժման գրասենյակները։ Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ստեղծելու եւ ժողովրդին մոբիլիզացնելու միջոցով ցույց են տալու իշխանություններին, թե իրականում հասարակության քանի տոկոսն է դժգոհ իշխող հանրապետականից։ Եռյակի պահանջների հասիատիրոջը ցույց ենք տալու այդ դրա հեղինակների քանակը։ Ինչ լինի փոխելու, որ ինչ անի իշխանությունը, որ դու կամ ինչ անեք։ Դե հետո երևա ինչ պետք է անենք, ասում եմ ժողովուրդն ուզում է պայմանագիրը խզել։ Ընտրություններ 2017։ Դե մի բան կանենք, էլի ժողովուրդ ջան։ Այո, ձեռքերը ծալած պարապ չենք նստի։ Եթե պետքա երկրորդ անգամ էլ սոցհարցումներ կանենք։ Ժողովուրդ, հիմա ինչ որոշեցիր։ Ինչ-որ բան պետքա որոշեի։ Դե հենա ՀԱԿ-ը ասում է, որ դուրս արի, ակտիվ գործողություններ արա։ Հա? Ես պատրաստ եմ, ուրեմն գնացինք պայքարի ցույց, նստածույց, բողոքի ակցիա հրմշտոց, պետքա մի հատ այդ ծառից ինձ կկապեմ։ Բայց ԲՀԿ-ն ասում է, որ հələ որ հանգիստ լրվցնես, հարցար թերթիկներ լրացնես։ Հա? Լավ, հանգիստ կնստեմ տանը դուրս չեմ գա։ Բայց ՀԱԿ-ը ասում է դուրս արի, պայքարի։ Ոնց որ մի քիչ ձեռ եք, հա, արդեն առնում ինձ։ Ժողովուրդ։ Ժողովուրդ։ Ժողովուրդը ժամանակավորապես անհասանելի է։ Խնդրում ենք մարդավարի բան մտածել եւ փորձել մի փոքր ուշ։ Մնացեք մեզ հետ։ Պատասխան հարց, որտեղ նախ տեսնում ենք ինչ են պատասխանել հայտնի մարդիկ, հետո միայն իմանում ենք հարցը։ Հեղինե Բիշարյանը գրել է. լավ անելը լավ տղու ապրավդանի չի։ Ինչ հարց պետք է լիներ։ Որն է քաղաքականության մեջ ձեր կողմնորոշող սկզբունքը։ Ժողովուրդը պատասխանել է. այս անգամ ձվի թանկացում չի լինելու։ Հարցը. Որն է ամանորի ձեր սիրած հեքիաթը։ Բարակ Օբաման իր անձնական բլոգում պատասխանել է. հալավ կասեմ, մյուս տարի հաստատ կասեմ դա։ Վերջապես Եղեռնի փոխարեն կասի ցեղասպանություն, չէ՞։ Հարցը. ինչու չեք ասում մի հատ նորմալ շարումանոց բացեն Վաշինգտոնում։ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանել է. ես ցավում եմ, որ որոշ գործեր անավարտ եմ թողել։ Ինչ որ գործեր անավարտ է թողել։ Հարցը. այդ շարիկներով խաղը վերջ անցակ։ Զարուհի Փոստանջան, սենց էլ մնա էլի լավ է։ Իա, հարմարվեց վիճակին, բա հեղափոխական կոչերը։ Հարցը. ինչպես է գնահատում նոյեմբերի եղանակը Երևանում։ Քաղաքական երկիծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy։ Շարունակում ենք մի գեղեցիկ ու բարի լուրով։ Շաբաթ օրը Երևանում տեղի ունեցավ ծառատունք։ Քաղաքի լավագույն թիմերը թողել էին ամեն ինչ եւ նետվել էին դեպի հող։ Լերկժայռը վերածել պուրակի։ Արմնյուզի լրագրողական թիմը աշխատանքային շաբաթը եզրափակում է ծառատունկով։ Pan-Armenian Media Group-ի տարածքում գտնվող ժայռապուրակում ծառատունկը մեկ գաղափարի շուրջ միավորվելու եւս մեկ առիթ է։ Ոմանք դույլերով, ոմանք էլ բռերով են կրում հողը։ Տեսար բռերով, մերն եմ դրա ջանին։ Այո, դժվար է առանց արտասվելու դիտել այս հերոսական կադրերը։
ինձ խնդրում են հուշել, որ այդ բռերով հող տանող երիտասարդը Սերգեյն էր։ Նարեկ, լավ էլի, պետք չէր։ Ես ո փառքի համար չեմ արել։ Կարանք այդ կադրը մի անգամ էլ նայենք։ Ոմանք դույլերով, ոմանք էլ բռերով են կրում հողը։ Ինչ ասեմ, այո, ես այդ տղեն եմ։ Այո, Սերգեյը փառք չի փնտրում իր բարեգործության համար, ինչպես նաև փառք չի փնտրում մեկ այլ հիանալի անձնավորություն։ Ով։ Երբեք չի ուզում, որ այդ մասին խոսեն, որ այդ մասին գրվի, ճիշտ հակառակը գերադասում է մնալ միշտ ստվերում։ Այո, ես ու Սամվել Ալեքսանյանը տենց ենք, միշտ ստվերում։ Դե քանի կառավարության պայքարը ստվերի դեմ չի ասել այս հրաշալի երկրակին, անցնենք առաջ։ Այսպես։ Ծառատունկը։ Ծառերը տնկում են ջրում, հետո էլ դրանց վրա փակցնում իրենց անվանաթերթիկները։ Ծառ տնկեք, տուն կառուցեք, երեխա ունեցեք։ Հոп, աղբեր ջան, ես ինչքան ենք առաջ ընկնում։ Կենտրոնանում ենք ծառատունկի վրա։ Մեր ռազմահերնասիրական թիմին միացավ նաև քաղաքապետարանը։ Շաբաթօրյակին եւ ծառատունկին միացել էր նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ոչ եմ անում մեր քաղաքացիներին, որ մասնակից դառնանք այն երազանքը, որ ունենք Երևան քաղաքը կանաչ ավելի տեսնելու, մենք միասին այսօրվանից պետք է սկսենք։ Մի րոպե, ինչու երազանք։ Երազանքը դա Արևմտյան Հայաստանն է, իսկ սա պետք է որ շատ ավելի իրատեսական կատեգորիայի մեջ մտցնել։ Օրինակ աշխատանքային պլանի մեջ։ Հալա ինչ եք մարդկանց դեմքին թռնում հենց ծառ տնկելու պահին։ Էս էլ ասֆալտի չարաշահման հարց չի կամ մեգաթիթեռների կամ հարյուրավոր այլ թերությունների։ Հազիվ լավ բան են անում, ծառ են տնկում։ Հա, իրոք մի քիչ տաքացանք։ Էլի բան ունես ասելու Մհեր։ Բացի ծառ տնկելուց քաղաքապետարանը բացում է հարյուրավոր խաղահրապարակներ։ Չէ՞ մի րոպե։ Բացի ծառ տնկելուց քաղաքապետարանը բացում է հարյուրավոր խաղահրապարակներ։ Շին աշխատանքները սկսելուց առաջ բողոքում էին, թե տարածքում ապօրինի շենքեր են կառուցելու։ Իրականում յուրօրինակ այգի է մրգատու ծառուղիներով։ Բայց երիտասարդ ակտիվիստները նույնիսկ այդտեղ են համահանում ու նոր բաներ պահանջում։ Այն շենք տենում եք։ Հա։ Այդ դրան հենց այն կողքը դաշտ կա, բայց որ խնդրենք այս ղեկավարը գնայի անպայման հաջորդ անգամ։ Որն գնում ենք, ճղվում ենք, էլի դες ցավում է։ Ցավում է, ընկնում ենք։ Մի քիչ է պետք է տենց լինի։ Իհարկե, ճղվելը տղու համար է։ Այնքան պետքա ոսկոր ջարդես միջև մեծանաս։ Հիմիկվա երեխեքը մի տեսակ այն չեն, էլի փափուկ են ոնց որ ավելի շատ։ Տղեկ ջան, մի բան ասեմ, էլի, քանի որ ցրտերը ընկել են կլինի քաղաքում ջերուցում միացնենք։ Ինչու։ Ոնց ինչի համար։ Մրսում եմ։ Այ մարդ տղա է, տենց էլ կլինի։ Ոնց ինչ է նշանակում տղա, իմ կեսից ավելին կին է։ Հա, դե լավ, ուրեմն կմիացնենք։ Սերգեյ, նոր քեզ են կանչում, ոնց որ թե մեքենատ են փորձում տանել։ Ոնց, հեսա գալիս են։ Հա, լավ տղա ես, մի անգամ էլ թող տանեն մեքենատ։ Էդ էլ է ճիշտ է։ Վերջերս խուճապեր սկսվել ծորակի ջրի որակի հետ կապված։ Այո, հայտնվել են տեսանյութեր, որոնք բացահայտում են ծորակի ջրի մութ կողմերը։ Ճիշտն ասած, մենք էլ էինք մի պահ վախեցել, դրա համար Մհերը ինքնակամ իր վրա վերցրեց ջուրը ստուգելու առաքելությունը։ Թե եթե 2 ամիս աշխատավարձ չտալու սպառնալիքը կոչվում է ինքնակամ, ուրեմն հա, տեսնենք ռեպորտաժը։ Վերջերս Երևանի բնակիչներից շատերի հետ պատահել է այսպիսի դեպք։ Տանը նստած էի, մեկ է զանգ եկավ հեռախոսից, վերցրեցի մի հաճելի ձայնով աղջիկ, առաջարկեց գան մեր տուն, իրանց ընկերությունը ներկայացրեց իրանց ընկերությունը, ամերիկյան ինչ-որ ընկերություն է, որը ստուգում է ջրի մաքրությունը։ Այո, հայտնվել են մարդիկ, ովքեր կասկածի տակ են դնում մեր ռազմահայրենասիրական ջրի որակը։ Խուճապ էր նաև համացանցում, մոտավորապես այսպիսի տեսանյութի պատճառով։ Իսկ թե ինչ է լինում խորհրդավոր զանգից հետո կպատմի Վահրամը։ Իրանք ուղարկեցին իրանց այդ մենեջերին։ Մենեջերը շատ կիրթ տղա էր, եկավ, իր սարքավորումը բերեց իր հետ, ֆիլտրեր էր։ Կներես մազերը սենց սիրուն ակուրատնես անրած, բախ, օքեյ։ Մոտավորապես այսպիսի տեսքով երիտասարդը գալիս է ձեր տուն, իր սարքավորումներով ստուգում է ծորակի ջուրը եւ պարզվում է ինչ։ Ծորակի ջուրը այն կարգի սենց սևացավ, կանաչեց, կապտեց, սենց մամրակալեց, որ վախեցա նույնիսկ հոտ քաշել այդ ջրից, մտածեցի կարող հիտս փոկվի էլ։ Բա ինչ անենք, իրոք անհանգստանալու առիթ տվեց։ Այս հարցով գնացի Երևան ջուր ու զրուցեցի հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանի հետ։
Ես պետք է ասեմ, վերջերս հայտնվել է մեզ մոտ կազմակերպություն, որը կարծես թե ռոպագանդում է հասարակության գիտակցության մեջ կամաց-կամաց մտցնում են գաղափարը, որ մեր ջուրը այնքան է լավ չէ, նույնիսկ շատ վատն է, նույնիսկ կարողանում է փորձ անում ինչ որ կասկածելի փորձերի արդյունքում ապացուցել։ Կասկածելի, բայց ախր շատ համոզիչ փորձ է։ Վստահություն ներշնչող սարքերով ստուգում է ծորակի ջուրը, որ այդ ջուրը sense դառնում է Հասկանում եմ ձեզ, հասկանում ձեզ, ընդհանրապես ապրանքի վաճառքը ողջ աշխարհում ընդունված այդ մարքեթինգը իրականացում են շատ գեղեցիկ ձեր ասած երիտասարդներ, քաջառողներ, ցիրուանտես աղջիկներ, որ դա հանդիսանում է գայթակից ես մեկ անգամ հանգամանք։ Իդեպ ապրանքի մասին, ստուգելուց հետո մարդկանց առաջարկում են գնել իրենց ֆիլտրը, ու իսկապես վատ առաջարկ չի առաջին հայացքից։ Հետո առաջարկեցին իրենց հրաշք սարքը, որը գնացիր։ Իհարկե ոչ։ Ինչի՞։ Որտեվ շատ թանկ էր։ Ինչքան։ 650,000 մեր ջան։ 650,000 դրամ, այդ գումարով կարելի է 4300 շիշ խմելու ջուր գնել, բայց մյուս կողմից էլ քո աչքի առաջ Սևանում դառնում է կեղտաջուր։ Ես մասնագետ չեմ, քիմիկոս չեմ, բայց ես որտեղ մեզ էլ է դա հետաքրքրում, խորհրդակցել եմ, պետք է ասեմ, որ դա տեղ ունենում այն բանի հետևանքով, որ իրենք մոլեկուլյար մակարդակով քանդում են ջուրը։ Ահա թե ինչ, բայց դեպքում իրենց բերած ջուրը ինչի չի Սևանում։ Եթե իրենք իրենց մաքրած ջուրը, իրենցից մաքրած ջուրը, մի փոքր նրան ավելացնեն աղ եւ նորից էլեկտրոլիզի թարգեն, մոտարապես նույն երևույթը կստացվի։ Այնպես որ ըստ պարոն Սարգսյանի պետք չէ անիմաստ կազմաքանդել ջուրը եւ այն խմելու համար պիտանի է։ Ուսումնասիրեցինք նաեւ քարտեզը։ Ամենահեռու աղբյուրը Աբարանի ջրաղբյուրն են, այ համեցեք տեսեք, 60 կիլոմետր հասնում, բայց եթե հաշվի առնենք ջրի արագությունը հոսքի, մոտավորապես sense կարամ ասեն, 3 ժամում Աբարանից ջուր գալիս է, ընդ որում ոչ թե ջուր, այլ հրաշք ջուր է Աբարանի ջուրը։ Կարծես ամեն ինչ պարզվեց, բայց մեկը պետք էր համոզվել։ Դուք պատրաստ եք ծորակի ջուր խմել հենց հիմա։ Անմիջապես բոլորի աչքի առաջ։ Բոլորի աչքի առաջ, մի ամբողջ լավ բաժակ։ Եթե թույլ կտաք, բացում ենք այսպես ջուրը, այնուհետև լիարժեք լցնում բանակը եւ նույնքան լիարժեք ու հաճույքով խմում այդ ջուրը։ Ես պատրաստ եմ։ Ամուշ։ Լավ եք ձեզ զգում հիմա։ Հրաշալի, ես վատ չեմ կարող գամ, որտեղ գիտեմ ինչ ջուր ենք խմում։ Ուզում եք դուք էլ փորձեք։ Հավատացնում եմ ձեզ, չեք ափսոսա։ Ես սպասեմ նոր էլի։ Նայեմ աչքերի գույնը։ Մի քիչ սպասելուց հետո տեսա, որ պարոն Սարգսյանի հետ ոչ մի վատ բան չի կատարվում, ու պետք էր դրա մասին հայտնել նաև ֆիլտրավաճառներից տուժած Վահրամին։ Դու հիմա պատրաստ ես վերադառնալ ծորակից ջուր խմելուն։ Պատրաստ եմ։ Ես չեմ տեսնում քո ձեռքերը։ Անմահական ջուր է մեր ծորակի ջուրը։ Ոչ մի առողջական խնդիր։ Չէ, նույն ծորական։ Համոզվելով, որ Վահրամի հետ էլ ոչ մի արտառոց բան չպատահեց, ես էլ ռիսկի դիմեցի։ Հաչե, ցենտր ջուրը։ Մհեր Խաչատրյան, Լեոնիդ Սաֆրազյան, Նարեկ Գալստյան, հատուկ ռազմահայրենասիրական ջրի համար։ Իսկ մենք այսօր ունենք վրիպակի մասին ահազանգ Հակոբից։ Այս մեգաբաժակը այսօր կարող է նոր տուն գտնել կամ մնալ մեզ մոտ։ Բարև ձեզ Arm-Comedy, ուրեմն 275-րդ թողարկման մեջ Կարմիր Գալուստուկով տղան արեց մի սխալ, որի համար ինչքան գիտեմ բաժակ են տալի։ Էլի Նարեկ, տնակ քանդես, ոսել բաժակներ չի մնա մեզ։ Հա քոնն էլ է Կարմիր, մի րոպե, հա արի տնակ 275-ին ով էր Կարմիր փողկապով։ Ամրագոտին կապի, ես տենց լավ քշող չեմ տեղը, այս տղան ասում է Ամրագոտին կապի էր, ես տենց լավ բարոր չեմ։ Հազար ենք ասել, բովանդակային սխալներ գտեք, ես հաշիվ չի։ Հա, որքան էլ ուզենամ, որ նախկին Կարմիր փողկապավորը սխալ դուրս գա, ստիպված եմ համաձայնվել, բովանդակային սխալների համար ենք բաժակները տալիս։ Ինձ թվում է մենակ սրա համար ինձ մի բաժակ հասնում է, բայց միևնույն ժամանակ արիստեղ Յան Ռայնիս փողոց իհարկե գիտեմ որտեղ է, քանզի ես բնակվում եմ Յան Ռայնիս փողոցում եւ ամեն օր տաքսով տուն եմ գնում, լիքը վարորդներ գիտեն այդ փողոցը, դրա համար ինձ թվում է մի հատ բաժակ գոնե երկուսի համար հասնում է։ Սենց ասեմ, հասնում է միանշանակ, որովհետև դե ամեն օր չի որ առասպելական Յան Ռայնիսի փողոցի բնակիչ ես տնում, ինձ միշտ թվում էր դա հորինված անուն է ճիշտն ասած։ Հա, բազդորեն հիմա այնտեղ բացի Հակոբից կբնակվի նաև մեր մեգա բաժակը, բայց ասեմ ավելին, հենց մենակ նրա համար որ դու Arm-Comedy-ին 2 մոնիտորով ես նայում, արդեն հասնում էր մեգա բաժակ։
Դուք էլ Հակոբի նման ուղարկեք ձեր վիդեո մունացները։ Իսկ ես հիշեցնեմ, որ սա Arm Comedy-ներ եւ դա այսքանն էր։ Վերջում էլ դիտենք վիդեո բոցը։ Աստծո պատվիրանները, մի շնացի, մի գողություն արա եւ այլն, դա շարունակում։ Մեկը ասում են, ասում մի գողացի։ Ախպերը դա։ Հա։ Դա ես չեմ ասել, դա մերոք ասել։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. Do you know where that shark bites? Տղեկ մի քանի հոգի եկել են դրսում ինձ են սպասում ու ոնց որ թե ուզում են տփեն։ Լավ տղա է, սարա տղա է։ Ծեծը տղու համարը։ Մենակ նայ դեմքի չխփեն է։ Հայրի վաղը սյոմկա ունենք դեմքիդ հետ կապված։